Նիկոլ Փաշինյանին ուղղված Facebook-յան գրառման համար քաղաքացիներ են ձերբակալում։ Նորմալ եք դա համարում։ Աննորմալություն։ Մի կնոջ մեկ ամսով կալանավորել են 55-ամյա կնոջ։ Ինչպես եք վերաբերվում սրան։ Հիմա ես ինչ իմանամ, այդ կինը ինչ արել որ ձերբակալել են։ Facebook-յան գրառում է կատարել։ Հա, այդ առնու։ Եթե անխելք բաները արել, ճիշտ են արել որ ձերբակալել են։ Իսկ եթե ինչ-որ կառավարությանը դեմ ինչ-որ մի երկու բառ ասե, դրա համար են ձերբակալել, այդ ճիշտ չեն արել։ Դե թակավորին հարգելա, պետք ինչ ասեմ, ժողովուրդը թող խոսա, բայց թակավորը միշտ մնում է թակավոր, պիտի հարգենք։ Հին հեքիաթների մեջ էլ միշտ ասել են, որ թակավորին պետք է հարգենք, որպեսզի հաջողություն ունենանք։ Համատարած ժողովուրդը պիտի վերհիշի ամեն ինչը։ Իսկ ով է թակավորը։ Ով է։ Մեր ղեկավարն է, մեր Հայաստանի Հանրապետության ղեկավարն է։ Եթե առաջիկա ընտրություններ լինեն, ում կընտրեք դուք։ Ում Աստված, որ իմ սրտին մոտիկ լինի, նրան կընտրեմ։ Բայց դե ընկեր Փաշինյանը, որ խաղաղություն անում աշխարհին, դա լավ բան է, որովհետև համատարած բոլոր տեղերում միշտ պատերազմ է։ Կուզեմ խաղաղություն լինի երկրին։ Ամասիայում ադրբեջանցիներն եկել եւ մի քանի օր մնաց։ Մեր մոտ ադրբեջանցիներ են ապրել, այնքան խաղաղ են ապրել իրար հետ։ Կուզեմ, որ խաղաղ ապրեն։ Այնքան լավ հային հավասար ապրել ենք, որտեղ այրումը գիտեք, այնտեղ ադրբեջանցիներ շատ կային։ Հայերին հավասար ապրել ենք։ Շատ նկարներ էլ ունենք իրար հետ նկարված։ Իմ ընկերուհիները բոլորս սովորական, ավելի նենց կյանքը երջանիկ ընթացել է, ոնց որ հայի հետ ապրես։ Ես ադրբեջաներեն խոսում եմ, իրանցից սովորել եմ, բայց որ գաղթելով, իրանք գնացին ստեղից, այդ երկրաշարժի տարիներին, ստեսություն։ Երկու բառ կասեք ադրբեջաներեն։ Մանսանա սևիրեմ։ Ինչ է նշանակում դա։ Ես քեզ շատ սիրում եմ։ Հարդա գեդեսան, հարդան գալերսան։ Իսկ դա ինչ։ Սալամ ալեյքում, այգս։ Շատ բաներ գիտեմ, բայց դե կուզեմ էլի խաղաղ ապրենք իրար հետ։ Նույն մարդն են ինչ տարբերություն, ուղղակի որ կռիվ պատերազմներ ա լինում իրար, որ սպանում են, դա շատ վատ բան է։ Կուզեմ խաղաղ լինի երկիրը, լիություն լինի երկրին։ Գիտեք, ես այսպիսի կարծիք ունեմ, Facebook-ը ընդհանրապես լուրջ բան չեմ համարում, բայց որ Նիկոլ Փաշինյանի համար մարդիկ պետք է ձերբակալվեն, միանշանակ հարցին կարող են պատասխանել այո։ Ընդհանրապես պարոն Փաշինյանը պետք է Facebook, Instagram, Adnan Klasnik, բոլոր սայթերը փակել կարողանա ժամանակի ընթացքում եւ բոլորը հանգիստ կարող են ապրել։ Լսում եմ։ Այսինքն ուզում եք, որ սոցցանցերը փակվեն Հայաստանում։ Միանշանակ այո։ Միանշանակ։ Նաև ձեզ առիթից օգտվելով ուզում եմ ասել, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը պետք է գերիշխի Հայաստանի Հանրապետությունում պարոն Փաշինյանի հետ միասին։ Պարոն Փաշինյանի հետ միասին։ Եվ ընդհանրապես օգտվելով առիթից բոլորից ձեզ հրավիրում եմ մեր տուն։ Վերջերս վեհապար Հայրապետի վրա քրեական վարույթ էր նախաձեռնվել, այս մասով ինչ կասեք։ Ընդհանրապես վեհապար Հայրապետի դեմ որևէ գործողություն համարում եմ զրոյական։ Ամենայն հայոց կաթողիկոսը եւ նաեւ Արամ առաջինը մնում են որպես Հայաստանի Հանրապետության լավագույն գերիշխող մարդիկ, ովքեր պետք է ընդհանրապես հավերժ գերիշխեն Հայաստանի Հանրապետությունում։ Բայց Նիկոլ Փաշինյանն ուզում է հեռացնել կաթողիկոսին, այս մասով ում կողմից եք։ Ասեմ, Նիկոլ Փաշինյանի միակ սխալը, որ
ամենայն հայոց կաթողիկոսի վրա արշավ է սկսվել, դա միակ սխալն է եղել հեղափոխությունից մինչև այսօր, եւ ուզում եմ ասել, որ կցանկանայի, որ ամենայն հայոց հաջորդ կաթողիկոսները լինեին Գարեգին 3-րդը, Գարեգին նաև 4-րդը։ Առաջիկա ընտրություններին իսկ ում եք ուզում ընտրել։ Միանշանակ պարոն Փաշինյանին։ Միանշանակ 99%-ով։ 99%-ով։ Այդպես։ Իսկ եթե ընտրություն լինի կաթողիկոսի ու Փաշինյանի միջև, ում կընտրեք դուք։ Եթե լինի պարոն Փաշինյանի եւ կաթողիկոսի միջև, ընդհանրապես ասեմ ձեզ, որ նաեւ մեծարգո կաթողիկոսին նաեւ կոչեր եմ հղել Հայաստանի Հանրապետության նախագահ դառնալու։ Հայաստան, որտեվ ժամանակակից աշխարհում նաեւ արդեն կաթողիկոսներն են փորձում առաջադրվել նախագահի պաշտոնում։ Եթե առաջադրվի պարոն Փաշինյանը եւ Գարեգին 2-րդը, կընտրեմ Գարեգին 2-րդին։ Իշխանականները ասում են, որ քահանաները իրավունք չունեն քաղաքականությանը խառնվելու, այս մասով ինչ կասեք։ Ընդհանրապես քաղաքականություն ասվածի մասով չեմ կարող ոչինչ ասել, բայց որ ընդհանրապես քահանաները պետք է իրենց արժանավայել դրսևորեն, դա միանշանակ ճիշտ է։ Պետք է իրենց արժանավայել դրսևորեն։ Իդեմս Գարեգին 2-րդ կաթողիկոսի։ Հիմա քահանաները իրենց արժանապատիվ են պահում։ Ովքեր արժանավայել չեն պահում, կարգալույծ են արվում։ Այդպես կարող եմ ասել։ Եվ ուզում եմ ասել մարտի 8-ի տոներին ընդառաջ շնորհավորում եմ բոլոր կանանց եւ ցանկանում, որպեսզի կանայք լինեն բարգավաճ։